Մայրաքաղաքում եւ մարզերում պարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 20.983 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 466 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 404 ոչ սթափ վարորդ, 738 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 121 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 748 հանցագործություն, այդ թվում 145 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 113, խարդախության 63, ֆիզիկական ներգործության 53, մարմնական վնասվածք պատճառելու 49, հոգեկան ներգործության 37, անձնական ունեցվածքի գողության 32, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 18 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 50 հետախուզվող, գտնվել է 3 անհետ կորած անձ, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 9 դեպք։ 121 ավտովթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, վնասվածք ստացել 196-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 535 դեպք։ Մասնավորապես հրդեհի 143, հրդեհի ծագման սպառնալիքի 35, ճանապարհատրանսպորտային պատահարի 72, կենցաղային կանչի եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք, փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ։ Հայտնաբերվել է 3.5 կիլոգրամից ավելի մարիխուանա, Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նալբանդյան գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում ապօրինի պահում եւ օգտագործում է թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 1-ին զննություն կատարվեց 71-ամյա տղամարդու հողամասում։ Հայտնաբերվեց հողի մեջ թաղված 2 լիտրանոց ապակե 2 տարա, ամբողջությամբ լցված ավելի քան 850 եւ 770 գրամ կանեփանման զանգվածներով, եւս 2 ապակե տարա, հայտնաբերվեց պարսպիտակ թաղված դույլի մեջ 3 եւ 1 լիտրանոց։ Դրանք էլ լցված էին համապատասխանաբար մոտ 1 կիլոգրամ 400 գրամ եւ մոտ 560 գրամ կանեփանման 4 զանգվածներով։ Հայտնաբերված մարիխուանայի ընդհանուր քաշն ավելի քան 3.5 կիլոգրամ էր։ 71-ամյա տղամարդը ձերբակալվել, ներկայացվել է նախաքննական մարմին ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։ Վաղաշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են գողություններ անող խումբ։ Սեպտեմբերի 18-ին համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Մայրաքաղաքի բնակիչ 2 տղամարդ Էջմիածին քաղաքում գտնվող խանութներից կատարել են գողություններ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք սեպտեմբերի 10-ին գնումներ կատարելու պատրվակով մտել են Էջմիածնի Սոս Մանուկյան փողոցում գտնվող սուպերմարկետ եւ հափշտակել մոտ 150,000 դրամի ապրանք։ Իսկ այս դեպքից էլ րոպեներ անց տղամարդիկ մտել էին արդեն Էջմիածնի Բաղրամյան փողոցի սուպերմարկետ եւ նույն կերպ հափշտակել 50,000 դրամի ապրանք։ Սեպտեմբերի 18-ին ժամը 8:30-ին երևանցի 47-ամյա տղամարդը ձերբակալվեց Նորքի իր տանը, իսկ Նորքի բնակիչ 45-ամյա տղամարդը ժամը 9:25-ին Մայրաքաղաքի Գարեգին Նժդեի փողոցում։ Կազմված փաստաթղթերի հետ երկուսն էլ ներկայացվեցին Վաղարշապատի քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով բացահայտվեցին նաև նրանց կատարած այլ հափշտակություններ դարձյալ Էջմիածնում։ Մասնավորապես հափշտակել էին մի քանի 100,000 դրամի էլեկտրական գործիքներ ու դետալներ։ Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։ Մեթամֆետամին իրացնող երիտասարդներ են կալանավորվել, քրեական ոստիկանության բացահայտումը։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ 2 երիտասարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ դրանք իրացնում Telegram սոցիալական հարթակի միջոցով։ Տեղեկությունն իրացվեց սեպտեմբերի 25-ին ժամը 16:50-ին Երևանի Արտաշատի խճուղում բենզոլցակայանի դիմաց 23 եւ 29 տարեկան երիտասարդները ձերբակալվեցին եւ վերջինիս վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք ու կնիկվեց։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ սեպտեմբերի 27-ին խուզարկություն կատարվեց Mercedes Magnus-ի ավտոմեքենայում։ Հայտնաբերվեց ընդհանուր մոտ 150 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, 127 փաթեթ, եւս մեկը մոտ 7 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Շարուրի փողոցում գտնվող 29-ամյա երիտասարդի փաստացի բնակության վայրում խուզարկությամբ հայտնաբերվեց պլաստիկ տարա, 89 գրամ մեթամֆետամին
կամինի նմանվող զանգվածով եւ նույն զանգվածով կպչուն ժապավենի, 1 փաթեթ։ Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։